Գրենլանդիան չի զիջի Վաշինգտոնի ճնշմանը, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքներին, հայտարարել է Գրենլանդիայի վարչապետ Յենս Ֆրեդերիկ Նիլսենը։ Գրենլանդիան ժողովրդավարական երկիր է սեփական որոշումներ կայացնելու իրավունքով։ ԱՄՆ վերջին հայտարարությունները, այդ թվում մաքսատուրքերի սպառնալիքները չեն փոխում այս դիրքորոշումը։ Մենք չենք զիջի ճնշմանը, հայտնել է վարչապետը։ Նա հավելել է, որ Գրենլանդիան պնդում է երկխոսության հարգանքի և միջազգային իրավունքի սկզբունքների վրա։ Եվրոպական երկրները և ՆԱՏՕ-ն հաստատակամորեն հավատարիմ են Գրենլանդիայի և Դանիայի ինքնիշխանությունը պաշտպանելու իրենց հանձնառությանը։ Այս մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նա նշել է, որ Գրենլանդիայում ստեղծված իրավիճակը քննարկել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Իտալիայի վարչապետ Ջորջո Մելոնիի հետ։ Բոլորը համաձայն են պաշտպանել Գրենլանդիայի ինքնիշխանությունը։ Միասին մենք հաստատակամորեն հավատարիմ ենք Գրենլանդիայի և Դանիայի թագավորության ինքնիշխանությունը պաշտպանելու մեր հանձնառությանը։ Մենք միշտ կպաշտպանենք մեր ռազմավարական, տնտեսական և անվտանգային շահերը։ Մենք կհանդիպենք մեր եվրոպական համերաշխության առջև ծառացած այս մարտահրավերներին դիմադրողականությամբ և վճռականությամբ, ընդգծել է նա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վաշինգտոնի Գրենլանդիայի նկատմամբ ենթադրյալ ռուսական սպառնալիքը վերացնելու ծրագրերի մասին, պնդելով, որ Դանիան որևէ գործողություն չի ձեռնարկել։ ՆԱՏՕ-ն 20 տարի շարունակ Դանիային ասում է. «Դուք պետք է վերացնեք Գրենլանդիայի նկատմամբ ռուսական սպառնալիքը»։ Դժբախտաբար Դանիան ոչինչ չի արել, հիմա ժամանակն է դա կարվի, ասել է ամերիկացի առաջնորդը։ Սպիտակ տան ղեկավարը ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներին Գրենլանդիան անհրաժեշտ է, քանի որ կղզին շրջապատված է չինական և ռուսական նավերով։ Նա ենթադրել է, որ եթե ԱՄՆ-ն չստանա դանիական ինքնավար տարածքը, այն կանցնի Ռուսաստանին կամ Չինաստանին։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը շտապ ուղերձով դիմել է ազգին, պարզաբանելու կառավարության դիրքորոշումը Գրենլանդիայի վերաբերյալ։ Իր ելույթի ընթացքում նա նշել է, որ կղզու նկատմամբ ինքնիշխանության հարցը պետք է որոշեն միայն կղզու բնակիչները և Դանիան։ Ինչ վերաբերում է Գրենլանդիային, նման լրջության հարցին միշտ մոտեցումը դաշնակիցների միջև հանգիստ քննարկումն է։ Գրենլանդիան կարևոր է։ Վերին Հյուսիսը կպահանջի ավելի մեծ ներդրումներ և ավելի ուժեղ կոլեկտիվ պաշտպանություն։ Միացյալ Նահանգները կենտրոնական դեր կխաղա այս ջանքերում և Միացյալ Թագավորությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ։ Սակայն այստեղ կա մի սկզբունք, որը չի կարելի անտեսել։ Գրենլանդիայի ապագա կարգավիճակի վերաբերյալ ցանկացած որոշում կայացնում են բացառապես Գրենլանդիայի ժողովուրդը և Դանիայի թագավորությունը, ասել է Սթարմերը։ Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գրենլանդիայի նկատմամբ Վաշինգտոնի պահանջները չճանաչելու համար եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքներին, Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ առևտրային պատերազմը ոչ մեկի շահերից չի բխում։ Նա ընդգծել է, որ Լոնդոնը հույս ունի հասնել վեճի դիվանագիտական կարգավորման։ Ի տարբերություն որոշ քաղաքական ղեկավարության, ֆրանսիական զինվորականները չեն ցանկանում կռվել Ռուսաստանի դեմ, քանի որ հասկանում են դրա անիմաստությունը և հարգում են Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է ֆրանսիացի քաղաքական գործիչ Ֆաբրիս Սորլենը։ Ոչ ոք չի ցանկանում կռվել Ռուսաստանի դեմ, նույնիսկ ֆրանսիական զինվորականները, ասել է նա։ Սորլենը նշել է, որ Ֆրանսիան չի աջակցում Ռուսաստանի դեմ ագրեսիային։ Նա ընդգծել է, որ բանակում շատ ծանոթներ և ընկերներ ունի, կրտսեր և միջին մակարդակի սպաների, տարբերություն շտաբային սպաների, որոնք ավելի շատ են զբաղվում քաղաքականությամբ, չեն ցանկանում պատերազմել Ռուսաստանի հետ։ Զինվորներն էլ, վստահեցրել է քաղաքական գործիչը։ Ըստ նրա, ֆրանսիական զինվորականները հասկանում են, որ ոչ մի հնարավորություն չկա։ Գվատեմալայի նախագահ Բերնարդո Արևալոն 30-օրյա արտակարգ դրություն է հայտարարել ամբողջ երկրում հանցագործության կտրուկ աճի պատճառով։ Ազգին ուղղված իր ուղերձում պետության ղեկավարը ընդգծել է, որ արտակարգ դրության նպատակը քաղաքացիների պաշտպանությունն ու անվտանգությունն է։ Արևալոյի խոսքով ոստիկանության և բանակի ողջ ուժը կօգտագործվի ավազակը խմբերի դեմ պայքարելու համար։ Գվատեմալայի նախագահը ընդգծել է, որ երկրի իշխանությունները մտադիր չեն զիջումներ անել հանցավոր կազմակերպությունների
պարտություններին եւ կշարունակեն կոշտ միջոցներ ձեռնարկել օրենքն ու կարգը վերականգնելու համար։ Վերջինս բացատրել է, որ բռնության աճը ավազակախմբերի պատասխանն է կառավարության կողմից բանտերի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու ջանքերին։ Պետության ղեկավարը վստահեցրել է, որ արտակարգ դրությունը չի ազդի քաղաքացիների առօրյա կյանքի, պետական եւ մասնավոր հաստատությունների գործունեության կամ բնակչության տեղաշարժի ազատության վրա։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ։ Կամո Ցուցուլյանն ազատվել է փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ։ Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվել է, ընտրվել է տնային կալանք 3 ամսով։ Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 11-ին ժամը 14:00-ին։ Նշենք, որ հոկտեմբերի 23-ին Դավիթ Համբարձումյանը դատապարտվել էր 6 տարի 3 ամիս ազատազրկման, նա պատիվ ունեմ կուսակցության վարչապետի թեկնածուն է։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեգամ Մանուկյանը հարց է ուղղել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի վերաբերյալ։ Այս նստաշրջանում արձանագրելի է արդյոք, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը, որը ձևավորվել է Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության կողմից, մենք ունենք մեր դիտողությունները, կարծիքները ներկայացրել ենք, այդ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվելու, չի ներկայացվելու ազգային ժողով։ Ի պատասխան Ալեն Սիմոնյանը հորդորել է վերջ տալ 44-օրյայի զեկույցի շուրջ շահարկումներին։ Ամեն հարցազրույցին մեր լրագրողները մնացած բոլորը առիթ բաց չեն թողնում սրա մասին խոսելուց։ Եղբայրներ ջան, քույրեր ջան, գնացեք ծանոթացեք։ Քիչ եք ծանոթանում։ Մեզ քննադատում եք, բայց չեք ում ծանոթանալ։ Ինչի՞։ Պատգամավոր կա գնացել է, նտմտել է ներս, բացել է, նայել է, ասել է, չէ, շատ է, հետո կնայեմ։ Էսա հա պրոբլեմը։ Վերջացրեք այդ բանի շուրջ, այնտեղ մարդկանց կյանքերին վերաբերվող թեմա կա։ Սրա շուրջ շահարկումներ անելը շատ ու շատ մարդկանց համար, կարող եմ ասել, մեծամասնությանս համար ցավոտ է։ Վերջացրեք սրա շուրջ շահարկումներ անելը, խնդրում եմ։ Գնացեք ծանոթացեք։ Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ թրիփ նախագծում Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցության հարց չի քննարկվում։ Այս մասին Ռուբինյանը հայտարարել է ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։ Անդրադառնալով թրիփ նախագծում երրորդ կողմերի, մասնավորապես Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցությանը, Ռուբինյանը նշել է, որ նման քննարկում չկա։ Տեսել եք, որ օրերս հրապարակվել է նաեւ փաստաթուղթը, թե ինչ սկզբունքներով է ստեղծվելու թրիփ ընկերությունը։ Հիշեցնեմ, դա հայ-ամերիկյան ընկերություն է եւ այս առումով այլ երկրի մասնակցությունը չի նախատեսվում, բայց եթե խոսում ենք թրիփ ծրագրից ավելի լայն օգուտներ քաղելու մասին, այստեղ իհարկե օգուտներ քաղելու են եւ Ադրբեջանը, եւ Թուրքիան, եւ Վրաստանը, եւ Իրանը, եւ Ռուսաստանը, եւ միջինասիական երկրները, եւ եվրոպական երկրները, եւ այսպես շարունակ, ասել է Ռուբինյանը։ Նրա խոսքով թրիփի գործարկման եւ ապա շրջափակման արդյունքում Հայաստանը երկաթգծային կապ է ստանում Իրանի հետ, Ռուսաստանի հետ, Ռուսաստանը Թուրքիայի հետ եւ այսպես շարունակ։ Ազգային ժողովի փոխնախագահի բնորոշմամբ ցանկացած կարդալ իմացող մարդ կարող է կարդալ հրապարակված փաստաթուղթը, իսկ դա այն մասին է, որ միջանցք չի լինելու։ Հունվարի 15-ին Գրենլանդիա ուղարկված 2 նորվեգացի զինվորներ այս շաբաթ կվերադառնան տուն։ Այս մասին հաղորդել է նորվեգական NRK հեռարձակողը, հողում անելով երկրի զինված ուժերի հայտարարությանը։ Նորվեգիայի պաշտպանության նախարար Տոնե Ստանդվիկը հունվարի 15-ին հայտարարել էր, որ երկիրը 2 զինծառայող կուղարկի Գրենլանդիա։ Նորվեգիայի զինված ուժերը հունվարի 15-ին Գրենլանդիային ուղարկել 2 շտաբային սպաների։ Նախատեսվում է, որ նրանք տուն կվերադառնան այս շաբաթ, ասվում է հայտարարության մեջ։ Համատեղ խորհրդակցություններից հետո Եվրամիության անդամ պետությունները հայտնեցին իրենց պատրաստակամությունը պաշտպանվելու Գրենլանդիայի հետ կապված ցանկացած տեսակի հարկադրանքից։ Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան։ Նա նշել է, որ Գրենլանդիայի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ խորհրդակցությունները հաստատեցին Եվրամիության երկրների ամուր հավատարմությունը։ Ցանկացած տեսակի սպառնալիքից պաշտպանվելու պատրաստակամության եւ ԱՄՆ-ի հետ կառուցողական համագործակցությունը շարունակելու պատրաստակամության սկզբունքներին։ Վերջինս նաև հայտարարել է, որ հետագա համակարգման համար որոշել է առաջիկա օրերին հրավիրել Եվրոպական խորհրդի արտահերթ նիստ։
Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի անհեթեթությունը կենթանացնում է միջազգային հարաբերությունների մթնոլորտը։ Կարասինի խոսքով Եվրոպայում առկա նյարդային իրավիճակը կապված հնարավոր մաքսատուրքերի եւ Գրենլանդիայի հարցի հետ բացահայտում է շարունակական առճակատման անհեթեթությունը տարբեր մակարդակների խնդիրների շուրջ։ Սենատորը ընդգծել է, որ ստեղծված պայմանները ցույց են տալիս երկխոսության փոխզիջումների եւ երկարաժամկետ լուծումների անհրաժեշտությունը, հույս հայտնելով, որ այս իրավիճակը դրական ազդեցություն կունենա միջազգային համագործակցության վերականգնման վրա։ Ավելի վաղ շրջանառվում էր գնահատական, ըստ որի ԱՄՆ-ի եւ Գրենլանդիայի շուրջ զարգացող լարվածությունը կարող է նպաստել Ռուսաստանի եւ Եվրամիության երկրների հարաբերությունների վերականգնմանը։ Ըստ այդ կանխատեսումների, գործընթացը կարող է հանգեցնել ոչ թե Եվրամիության թուլացման կամ փլուզման, այլ հենց Միացյալ Նահանգների միջազգային մեկուսացմանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս պարտավոր չի համարում իրեն մտածել գլոբալ խաղաղության մասին եւ կարող է կենտրոնանալ բացառապես ԱՄՆ շահերի վրա, քանի որ չի արժանացել Նոբելյան խաղաղության մրցանակի։ Այս մասին ասվում է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեին ուղղված նրա նամակում։ Նամակում Թրամփը նշել է, որ Նորվեգիայի որոշումը իրեն չպարգևատրել Նոբելյան մրցանակով ավելի քան 8 պատերազմ կանխելու համար փոխել է իր մոտեցումը։ Նրա խոսքով այժմ նա կարող է առաջնորդվել նրանով, ինչն օգտակար եւ ճիշտ է Միացյալ Նահանգների համար։ Թրամփը նաև կասկածի տակ է դրել Դանիայի իրավունքը Գրենլանդիայի նկատմամբ, պնդելով, որ Կոպենհագենը ի վիճակի չէ պաշտպանել կղզին Ռուսաստանից կամ Չինաստանից։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ ՆԱՏՕ-ի համար արել է ավելին, քան որևէ այլ առաջնորդ դաշինքի ստեղծումից ի վեր, եւ այժմ հերթը դաշինքինն է՝ քայլեր անել ԱՄՆ-ի համար։ Նրա համոզմամբ աշխարհը անվտանգ չի լինի, եթե Միացյալ Նահանգները չունենա Գրենլանդիայի լիակատար եւ ամբողջական վերահսկողությունը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Միացյալ Նահանգներին դադարեցնել շահարկել չինական սպառնալիքի օգտագործումը Գրենլանդիայի շուրջ սեփական գործողությունները արդարացնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։ Դիվանագետի խոսքով Վաշինգտոնը չպետք է շահարկի Չինաստանի անունը իր աշխարհաքաղաքական հետաքրքրությունները առաջ մղելու համար։ Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին հրաժարվել այսպես կոչված չինական սպառնալիքից, որպես սեփական շահերը հետապնդելու պատրվակ, ընդգծել է Ցյակունը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել էր ՆԱՏՕ-ին եւ Դանիային, պահանջելով հեռացնել Ռուսաստանին եւ Չինաստանին Գրենլանդիայից, պնդելով, որ նրանք ռազմական հավակնություններ ունեն կղզու նկատմամբ։ Դրանից հետո Թրամփը հայտարարել էր նաև մի շարք եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքերի սահմանման մասին, նշելով, որ դրանք կպահպանվեն մինչև Գրենլանդիայի լիակատար եւ վերջնական ձեռքբերման շուրջ համաձայնության հասնելը։ Ռուսաստան այցեմ նախապատրաստում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նշել է, որ օրերը ճշտված չեն, սակայն հրավեր ունի։ Տիկին Մատվիենկոն այստեղ էր, փոխադարձ այցի հրավեր եմ ստացել, նաև ծննդյան օրվա կապակցությամբ զրուցել ենք։ Այցի հետ կապված մանրամասներ չենք քննարկել։ Օրերը դեռ ճշտված չեն, ասել է Սիմոնյանը։ Այցը լինելու է պաշտոնական։ Ըստ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախորդ շաբաթը Հայաստանի ֆինանսական ոլորտի համար առանձնացել է եւս մեկ կարևոր իրադարձությամբ։ Հայաստանի Հանրապետության բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի 600 միլիոն դոլարի եվրոբոնդեր։ 5 տարի ժամկետով 6.6%-ով թողարկած եվրոբոնդերի պահանջարկը եղել է 2 միլիարդ դոլարից ավելի, նշել է Փաշինյանը։ Հայաստան-Ադրբեջան գործընթացում ահռելի առաջընթաց կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, չցանկանալով մանրամասներ ներկայացնել։ Մեր դիրքորոշումը մշտապես այն է եղել, որ մենք ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ հենց վաղը եւ հաստատված դիվանագիտական հարաբերությունները հենց վաղ է եւ այս առումով մեր դիրքորոշման մեջ բան չի փոխվել, բայց այնուամենայնիվ մենք ունենք նաեւ հստակ պայմանավորվածություն 2022 թվականին ձեռք բերված երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանձնագրեր կրող անձանց համալսարանը բացելու վերաբերյալ եւ հույս ունենք, որ շուտապույտ իրականացվի։ Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու կինը Լուսինե Թադևոսյանը հրավիրվել են գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն։
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ եթե իրենք չլինեին, մարդիկ պատարակների չէին գնա։ Նոր մշակույթ բերվեց, այսքան մարդ Հայաստանում երբեր պատարակների մասնակցել, լրագրողների հետ զրույցում ասել է Սիմոնյանը։ Ըստ ԿՊԱ-կանի մարդիկ գնում են պատարակի, որ Նիկոլ Փաշինյանին տեսնեն։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում սխալ է անվանել նրա որոշումը Գրենլանդիայի շուրջ տարաձայնությունների պատճառով եվրոպական 8 երկրների, այդ թվում Միացյալ Թագավորության նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։ Վարչապետը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել։ Նա զրուցել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Այնուհետև նա զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ հեռախոսազրույցների ընթացքում Սթարմերը վերահաստատել է իր դիրքորոշումը Գրենլանդիայի վերաբերյալ։ Նա ասել է, որ Վերին Հյուսիսում անվտանգությունը ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համար առաջնահերթություն է Եվրատլանտյան շահերը պաշտպանելու համար։ Նա նաև հավելել է, որ կոլեկտիվ անվտանգությունը ապահովելու համար դաշնակիցների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելը սխալ է, ասվում է հաղորդագրության մեջ։ Եվրամիությունը պատրաստվում է ձեռնարկել Միացյալ Նահանգների դեմ հնարավոր ամենախիստ միջոցները, այդ թվում 93 միլիարդ եվրոյի մաքսատուրքեր, որպեսզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չփորձի զավթել Գրենլանդիան։ Այս մասին հաղորդում է Politico թերթը, հղում անելով դիվանագետների եւ պաշտոնյաների։ Հունվարի 18-ին Բրյուսելում համայնքի 27 անդամ երկրների ներկայացուցիչների շտաբ հրավիրված հանդիպումից հետո հրատարակության տվյալներով Բելգիայի մայրաքաղաքում 3 ժամ տևած քննարկումների ընթացքում դիվանագետները ընդգծել են Թրամփին հակազդելու կոնկրետ տարբերակների պատրաստման կարևորությունը այն դեպքում, եթե հաջորդ շաբաթ Վաշինգտոնի հետ բանակցությունները չհանգեցնեն խնդրի արագ լուծմանը։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան նույնպես մտադիր է այս շաբաթ հրավիրել Եվրամիության գագաթնաժողով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին հրավիրել է դառնալ Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ, որը պատասխանատու կլինի Գազայի հատվածի վերակառուցման եւ անվտանգության համար։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհան Նեթին Դուրանի հայտարարության մեջ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը 2803 բանաձևով որոշել է աջակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված Գազայում հակամարտության դադարեցման համապարփակ ծրագրին։ Դրա շրջանակներում ստեղծվում է խաղաղության խորհուրդ եւ կից կառույցներ, որոնք պատասխանատու կլինեն Գազայի անվտանգությունը եւ վերակառուցումը ապահովելու համար, հայտնել է Դուրանը։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որպես խաղաղության խորհրդի հիմնադիր եւ նախագահ նամակ է ուղարկել, հրավիրելով նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին դառնալ խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի նկատմամբ մաքսատուրքերի սահմանման մասին հայտարարությունը կարծիք է հայտնել, որ դաշնակիցների միջև առկա խնդիրները պետք է լուծվեն քննարկումների, այլ ոչ թե ճնշման միջոցով։ Դաշնակիցների միջև խնդիրը ավելի լավ է լուծվեն քննարկումների, այլ ոչ թե ճնշման միջոցով, ընդգծել է քաղաքական գործիչը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Գրենլանդիայի պատճառով մի քանի եվրոպական երկրների նկատմամբ 10% մաքսատուրք կսահմանի։ Ուկրաինայի էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ մարտահրավերային։ Այս մասին նշել է երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Իրավիճակը էներգետիկ համակարգում շարունակում է մնալ մարտահրավերային, բայց մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի, հայտնել է նախագահը։ Ըստ Ուկրաինայի ղեկավարի, խնդիրները շարունակվում են ռուսական նոր հարվածների պատճառով։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ վերանորոգող խմբերը աշխատում են շուրջօրյա էներգետիկ ենթակառուցվածքները վերականգնելու համար, ինչը նրա կարծիքով պետք է ամրապնդի Ուկրաինայի դիրքերը բանակցային գործընթացում։ Ծնելիության համաշխարհային անկման պատճառով որոշ երկրների գոյությունը վտանգված է։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։ Ծնելիության մակարդակը երկրի վրա գրեթե ամենուրեք չափազանց ցածր է։ Եթե սա չփոխվի, մշակույթներ եւ երկրներ կանհետանան, ընդգծել է ամերիկացի միլիարդատերը։ Գործարար Սամվել Կարապետյանը վերադարձել է տուն, նրա նկատմամբ գրավ եւ բացակայելու արգելք է կիրառվել, վերացվել են հրապարակային կոչերի հայտարարությունների սահմանափակումները։ Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդավանյանը հայտնել է, որ արգելվել են տեսակցությունները։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրակի օրը Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում պատարագի է մասնակցել։ Պատարագին ներկա են եղել նաև Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել arczepiskopos Քարամյանը, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շաքալցյանը։ Գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 13-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում տեղի էր ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ժամանակ որոշվել էր, որ հետաձգված եպիսկոպոսատ ժողովը կկազմակերպվի փետրվար ամսվա ընթացքում։ Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն եպիսկոպոսատ ժողովը Մայրաթորում չի լինելու, այլ Հայաստանից դուրս։ Ըստ տեղեկությունների նման որոշում է կայացվել հաշվի առնելով իշխանությունների հակաեկեղեցական արշավն ու դրա հետևանքները, թե որտեղ է տեղի ունենալու եպիսկոպոսատ ժողովը դեռևս հայտնի չէ։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց այսօր Anti-Fake-ի թիմի անդամները գազավորված ըմպելիքներ ու սնունդ էին տարել իրենց հետ, դրանք շարելով գրասենյակի աստիճաններին։ Ակցիայի մասնակիցները միպին հիշեցրել են, որ պաշտպանը կոչված է պաշտպանել քաղաքացիների իրավունքները, մինչդեռ այդ գրասենյակից որևէ հայտարարություն չի եղել 11 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի իրավունքների մասին։ Այդ գրասենյակից որևէ մեկը չի այցելել նրան։ Սակայն ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագանքել է Նարեկ Սամսոնյանի հացադուլին եւ անարդարության դեմ բողոքի ակցիային։ ՄԻՊ-ի խորհրդական Արթուր Ասլանյանը դրան մոտ հավաքված Սամսոնյանի փաստաբանին եւ ընկերներին է մոտեցել իհարկե Սամսոնյանի 11 օր չընդունած սննդի, այսպես ասած հյուրասիրման ակցիայից հետո եւ հրավիրել նրա փաստաբան Աստղիկ Մատևոսյանին եւ եւս 3 հոգու ներս ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ հանդիպման եւ նրա հետ տեղում քննարկելու հացադուլի մեջ գտնվող եւ արդեն առողջական վիճակը վատթարացրած Սամսոնյանի պահանջի եւ առողջականի մասին հարցեր։ Սամսոնյանի փաստաբանը եւ ընկերները համաձայնել են հայտարարելով, որ իրենց խնդիրը Սամսոնյանի կյանքը օր առաջ փրկելն է ու իրենց անարդարության բողոքը լսելի դարձնելը։ Ճանաչում ենք Տեր-Ռուբեն Վարդապետ Զարքարյանին որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ։ Այս մասին հայտարարություն է տարածել Մասյացոտնի թեմի հոգևորական ածդասը, որի տակ ստորագրել են 21 եկեղեցականներ։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է. Այսում Մասյացոտնի թեմի ներքոհիշյալ եկեղեցականներս հավատարիմ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կարգին եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի առաքելությանը որդիական մեր զորակցությունն ենք հայտնում Գարեգին Բամենայն հայոց կաթողիկոսին։ Մեզ համար վավերական է 2026 թվականի հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը, որով ճանաչում ենք Տեր-Ռուբեն Վարդապետ Զարքարյանին որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ։ Մենք եւ մեր հոգեվոր խնամքին հանձնված եկեղեցական ծուխերը լիակատար աջակցություն ենք հայտնում մեր նորանշանակ առաջնորդին եւ պատրաստակամ ենք նրա հոգեվոր իշխանության ներքո սիրով, համերաշխությամբ եւ ծառայական ոգով շարունակելու մեր սպասավորությունը հավատավոր մեր ժողովրդի եւ Սուրբ եկեղեցու կյանքում։ Խնդրում եւ հորդորում ենք մեր հավատացյալ հայրենիներին չտրվել պառակտիչ սադրանքներին, մոլորեցնող հայտարարություններին եւ զգուշանալով եկեղեցու միությունը խաթարող խոսքերից պահպանել հոգեվոր խաղաղությունը, միասնությունն ու հավատարմությունը մայր եկեղեցուն, ասված է հայտարարության մեջ։ Մեկ տարի ընթացող դատավարություններում, երբ դատական նիստերը 150-ից ավելի են, չտեսան կոնկրետ փաստեր, ապացույցներ եւ արարքները մնացին չապացուցված։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուս Սահակյանը, անդրադառնալով Բաքվում պահվող հայգերիների եւ քաղբանտարկյալների դատավարություններին։ Ամբողջ նպատակը Արցախի քաղաքական միավորի ապալեգիտիմացումն էր, ասել է Սահակյանը։ Անդրադառնալով պահման պայմաններին իրավապաշտպանը նշել է, որ կադրերում լուսանկարչական նկատառումներով առանձնացված սենյակներ են, նպատակն է ներքին լսարանին ցուցադրել, որ մարդասիրական նորմերն Ադրբեջանում պահպանվում են։ Այս ամսվա վերջին կունենանք արդեն դատավճիռ Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան, հետաձգման միտումը մեզ համար նկատելի է, պատճառները դժվար է դեռևս ասել։ Բացի դրանից մեծացել է մեկուսացվածությունն արտաքին աշխարհից, ընտանիքից հայտնել են, որ պակասել է զանգերի հաճախականությունը։ Իրավապաշտպանը հաստատել է նաև, որ իրենք հունվարի 12-ին ստացել են տեղեկություն Բաքվում պահվող հայգերիների մասին, չնայած այդ տեղեկատվությունն ադրբեջանական կողմը պետք է փոխանցեր նոյեմբեր ամսին։ Գևորգ Սարոյանը հայտնել է, որ դատարանը բավարարել է հայցադիմումի միջնորդությունը եւ կիրառել է հայցի բավարարման միջոց վերականգնելով իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում, մինչեւ վերջնական դատական ակտը կկայանա համապատասխան գործընթացների արդյունքում։ Նշենք, որ 2026 թվականի հունվարի 10-ին Գարեգին Բամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։
Մարտի 1-ի գործի նոր քննությունից 1 տարի անց հակակոռուպցիոն դատարանը հաստատել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա 3 նախկին ենթակաների նկատմամբ նոր մեղադրանքի որոշումները։ Մինչ որոշման հրապարակումը Քոչարյանը հայտարարել է, թե նոր մեղադրականում սահմանադրությանը հակասող դրույթներ կան, իսկ որոշման փաստացի փոփոխվում է Ռոբերտ Քոչարյանի, Սերյան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գևորգյանի մեղադրանքը։ Դատախազը դեռ 2024 թվականի նոյեմբերից էր միջնորդել փոխել նրանց հակասահմանադրական ճանաչված մեղադրանքը։ Սահմանադրական կարգը տապալելու հոդվածը պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով, որը մինչև 10 տարվա ազատազրկում է նախատեսում 1 տարի շարունակ այս հարցով որոշումը ձգձգվում էր, նիստերը տարբեր պատճառաբանություններով հետաձգվում էին։ Հունվարի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, նորածին է մահացել, այդ օրը Երևանի բնակիչ 29-ամյա Ռոբերտ Գ-ն իր կնոջը տեղափոխել է Աստղիկ բժշկական կենտրոնի ծննդատուն, որտեղ պետք է լույս աշխարհ գար նրանց առաջնեկը։ Մայրն առողջական խնդիրներ երբևէ չի ունեցել, հետազոտվել է բժիշկների կողմից, որից հետո բժիշկը ամուսնուն հայտնել է, որ կնոջ մոտ ամեն ինչ իդեալական է, առողջական ոչ մի խնդիր չունի ու առաջիկա ժամերին երեխան կծնվի։ Հայրը իր ընտանիքի անդամների հետ հիվանդանոցից տեղ չեն գնացել, սպասելով բարի լուրին, սակայն կարճ ժամանակ անց հիվանդանոցից օրը տեղեկացրել են, որ նորածինը ով տղա էր, ծննդաբերության ժամանակ մահացել է։ Իրանում Ուկրաինայի դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը ասիական երկրում իրավիճակի սրման պատճառով, այս մասին հայտնել է դիվանագիտական առաքելությունը։ Դեսպանատունը չի հստակեցրել, թե ինչ ժամկետներով է դադարեցրել աշխատանքը։ Իրանում գտնվող ուկրաինացիներին խորհուրդ են տվել լքել երկիրը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Եմենում Սաուդյան Արաբիայի եւ անջատողականների միջև հակամարտության կարգավորմամբ զբաղվելու մտադրության մասին։ Նրա խոսքերն է փոխանցում Daily Mail թերթը։ Կարծում եմ, որ սա եւս մեկ պատերազմ է, որով մենք պետք է զբաղվենք, մենք նրան 9-րդ համարը կտանք, նշել է նախագահը։ Մինչ այդ Դոնալդ Թրամփը պնդում էր, որ Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր ԱՄՆ-ն դադարեցրել է 8 պատերազմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Sky News-ի եթերում հայտարարել է, որ ինքն է որոշել ռմբակոծել Իրանը։ Ինձ ոչ ոք չէր համոզում, ես ինքս եմ ինձ համոզել, բացատրել է ԱՄՆ առաջնորդը։ Վերջինս նաև գովել է Իրանի իշխանություններին ցուցարարներին մահապատժի ենթարկելուց հրաժարվելու համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը Բրիջիթ Մակրոնը Դիսնեյլենդում ելույթ է ունեցել դիջեյական վահանակի մոտ։ Ֆրանսիայի 72-ամյա առաջին տիկինը երկրի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի հետ միասին հայտնվել է Փարիզյան Դիսնեյլենդում դիջեյական վահանակի մոտ եւ մինի ելույթ է կազմակերպել հիվանդ երեխաների եւ նրանց ընտանիքների համար։ Եղանակը առաջիկա օրերին։ Հանրապետության տարածքում հունվարի 19-ից 20-ը շրջանների մեծ մասում, 22-ի ուշ երեկոյան, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Լեռնային առանձին վայրերում փուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-ից 22-ը, 23-ի ցերեկը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը հունվարի 19-ի գիշերը կբարձրանա եւս 2-ից 3 աստիճանով, հունվարի 20-ից 22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-ից 10 աստիճանով։ Երևան քաղաքում հունվարի 19-ից 20-ը սպասվում է ձյուն, հունվարի 21-ից 23-ը սպասվում է առանց ստեղումների եղանակ։